Դու լավ տղեն դու չես։ Ժողովրդավարության բաստիոնում այսպես բռունցքներով են պաշտպանում Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը։ Ձեր տեսածը մոռացեք, Հանրապետություն կուսակցության մեկնաբանությանը հավատացեք, ըստ որի այս կադրերում ոչ թե ծեծվում է բլոգեր Արթուր Չախոյանը, այլ պաշտպանվում են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Նոր-Նորքի թաղապետն ու նրա ընկերներն են պաշտպանում բռունցքի ուժով։ Ժողովրդավարությունը կամ այդ բաստիոնը կեղծ կատեգորիա է, որը որ իրանք են հորինել։ Ժողովրդավարությունը չէ, թալանն ու կոռուպցիան են ամբողջ ուժով փորձում պաշտպանել թաղապետն ու նրա կուսակիցները։ Պնդում է Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամը։ ՔՊ-ի կոռուպցիան է բացահայտվել եւ կոռուպցիան, երբ որ տրորում ես կոռուպցիան, վնգստոցի ձայնը բարձրանում է ամենաբարձր մակարդակ։ Ծեծկրտուքը սկսվել էր, երբ բլոգեր Արթուր Չախոյանն ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը բացահայտել էին իշխանության կոռուպցիոն շղթան, ինչպես է համար 105 մանկապարտեզի շինարարության համար նախատեսված 300 միլիոն դրամը մսխվել։ Անձամբ գնացել ու նկարել էին անորակ ասֆալտը, թքած կպցրած պատերը։ Եթե մի ընկերություն, որը անբարեխիղճ է, 4-5 անգամ վատ շինարարություն արի, անավարտ թողելա, նորից 2.5 միլիոն դոլարը չզեկուցող հարցերի շրջանակում տալը, դա պրոբլեմ է, հասկանում եք։ Հանրապետություն կուսակցության բռնությունն արդարացնող հրապարակումը քիչ էր, այսօր նաև Արամ Զավենի Սարգսյանն է փորձել մեծ կրքով պաշտպանել թաղապետի ու նրա թիմի բեսպրիդելը, Չախոյանի պահվածքը եվրոպական համատեքստին, արևմտյան արժեքներին անհամարժեք անվանելով։ Վազգեն Սարգսյանի եղբայրը, որ խոսում է մենք Եվրոպա ենք գնում, կարծում եմ քաղաքացին շարքային, ով ունի արևմտամետ դիրքորոշում, հստակ հասկանում է, որ այս մարդիկ այնուամենայնիվ իր պատկերացրած արժանապատվի կրողը չեն։ Այսինքն այս մարդիկ եկել են շակերտավոր փող կպցնելու, ծառայություն մատուցելու, ուրիշ ոչինչ։ Հպարտացա իմ թիմով որպես հայ տղամարդիկ։ Դու լավ տղեն դու չես։ Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն էլ է դատապարտող հայտարարություն տարածել, ենթատեքստում արդարացնելով բռնությունը։ Դեմը լալով կողմ են Արթուր Չախոյանի ծեծին, որովհետև ասում են տարակուսելի է, որ իրավապահները որևէ գնահատական չեն տվել Նոր-Նորքի թաղապետարանի երեքշաբթի խուլիգանությանը։ Ըստ ՔՊԱ-ականների հենց յոգուրտներով ակցիան է սադրել բռնություն։ ՔՊ-ի հանձնարարականն են կատարել եւ առավել քան վստահ եմ, որ ՔՊ-ն չի էլ կարողանա իրենց պատժել այս ամբողջի համար։ Այսինքն այդ լկտիության կամ մյուսի համար պետք է պատասխանատվություն կրի ինչ-որ մեկը, բայց քանի որ պատվերը տվել են հենց իրենք, որովհետեւ իրենց կոռուպցիան է բացահայտվել, իրենք ոչինչ չեն անելու եւ կոծկելու են այս ամբողջը։ Մեսրոպ Մանուկյանը պնդում է, անկախ իշխանության ճնշումներից իրենք շարունակելու են մերկացնել Փաշինյանի թիմի կոռուպցիոն գործարքները։ Դրանք առնետների պես շատ են ու վխտում են Երևանի գրեթե բոլոր շինհրապարակների տակ։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։